Տափողակով հոկեյի աշխարհի առաջնության 4-րդ դիվիզիոնի նախավերջին խաղն է Հայաստանի եւ Իրանի միջև, որն ընթանում է հայկական թիմի գերազանցության նշանաբանով։ Այդուհանդերձ նկատելի է, որ տափողակով հոկեյի Հայաստանի ընտրանին ամբողջ եռանդով չի խաղում, նախօրեին ցավալի բաց թողումից հետո։ Քուվեյթի հետ սկզբունքային հանդիպմանը, երբ 0-4 հաշվից աներևակայելի ջանքերով Մականի հայ վարպետները հավասարեցրին հաշիվը եւ նույն նպատակասլացությամբ էլ ճնշում էին գործադրում արաբական թիմի պաշտպանական ամրությունների վրա, լրացուցիչ ժամանակահատվածում հակագրով բաց թողեցին։ Առաջին հաղթական խաղերից հետո արդարացան, թե ոչ երկրպագուների ու մասնագետների սպասելիքները։ Եթե անկեղծ Չսխալ կլինի ասեմ, որ չարդարացան, բայց մեկ բայց մնաց, նորից վերջին հանդիպման մասին կցանկանամ խոսել Քուվեյթի դեմ խաղը, որովհետև մենք կարգով միանշանակ բարձր էինք, բայց բարդ է ասել ինչը խանգարեց մեր հավաքականին։ Ընդհանուր առմամբ մրցաշարը, դե որ Հայաստանում է, դա միանշանակ լավ է ու հուսանք, որ ավելի շատ կսկսեն սիրել հոկեյը, որովհետև հոկեյը ամենայն դեպս ինձ համար լավագույններից լավագույնն է։ Իսկ ինչ վերաբերում է մեր հավաքականին, դեռ առջևում երկու հանդիպում ունենք անցկացնելու, կարող են հավատը վերադարձնել ու հուսանք հաջորդ տարի կկարողանանք հաջողել նորից, բայց ցավոք 4-րդ դիվիզիոնը։ Երկրպագուների համար հայտնություն էր հայկական թիմի խաղակցվածությունը, միմյանց ուսն ու շունչը զգալը։ Այս արենայում կարծում եմ ամեն ինչ իդեալական է, սրանից լավ ուղղակի չէր կարող լինել։ Հոկեյի երկրպագուները ինձ համար ամենայն դեպս տարբերվում են բոլոր սպորտաձևերի երկրպագուներից, այստեղ մշակույթը միանշանակ ավելի գունավոր է, ավելի հաճելի է։ Լավ կլինի, որ ավելի շատ գան ու հուսանք, որ ավելի մեծ արենա կունենանք ու բնականաբար ավելի շատ երկրպագուներ կգան աջակցելու մեր հավաքականին։ Հայաստանի տափողակով հոկեյի ազգային հավաքականի մարզիչ Վադիմ Գուսկովը նշում է, որ խաղից խաղ ավելի շատ երկրպագուներ են գալիս եւ մարդիկ արդեն սկսել են ճանաչել իրենց։ Խաղերի հաջող շարքն արդեն նպաստում է Հայաստանում հոկեյի ժողովրդականության բարձրացմանը։ Однозначно он уже приводит, потому что у нас было довольно много Հոկեյի ժողովրդականությունն անշուշտ աճում է։ Առաջին խաղից սկսած երկրպագուների թիվն անընդհատ մեծանում է։ Երբ Հայաստանի հավաքականն է մրցում, տրիբունաները միշտ դեպլեցուն են։ Նկատելի է նաև փողոցներում ճանաչելիության աճը։ Արդեն տաքսիների վարորդները հարցնում են ոչ թե հոկեյ կա Հայաստանում, այլ հետաքրքրվում են խաղերի օրացույցով։ Այս ամենը վկայում է, որ սպորտաձևի մասին տեղեկությունն արդյունավետորեն տարածվում է, ինչը թե Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի, թե լիգայի ղեկավարության մեծ ձեռքբերումն է։ Ըստ հայկական ընտրանում արչի, թիմի վերջին հաղթանակում վճռորոշ են եղել լավ պաշտպանությունը եւ հաղթական տրամադրությունը։ Վադիմ Գուսկովը հատկապես գոհ է դարպասապահների խաղից։ Что касается сегодняшнего матча, Ինչ վերաբերվում է այսօրվա խաղին, ապա պատկերն իսկապես հստակ է։ Թեև չի ասի, որ սա հավաքականի ցուցադրած լավագույն խաղն էր վերջին շրջանում, սակայն թիմի ջանքերն ու կարգապահությունը բավարար եղան վստահ հաղթանակ ապահովելու համար։ Հատկապես ցանկանում եմ առանձնացնել դարպասապահների աշխատանքը։ Նրանք երկուսն էլ փայլուն խաղ ցուցադրեցին։ Մասնագետները նույնպես գնահատում են դարպասային գծի խաղացողների վարպետությունը։ Դե փաստացի Արտյոմ Փուտուլյանին կցանկանամ առանձնացնել, մեր դարպասապային փայլուն հանդիպում անցկացրեց Ուզբեկստանի թիմի դեմ, եթե ճիշտ եմ հիշում 67 սեյվ, չէ, 57 սեյվ գրանցեց իր հաշվին։ Արչևի գծում կանանցնացնել մեր առաջին օղակը Մանուկյան Տիգրանը եւ Կուզնեցով եղբայրները, պաշտպանությունում նույնպես շատ լավ կերպարներ ունենք, օրինակ նույն Խուդյակովը։ Թե թիկունքում, թե արչևի գծում լավն են, ուղղակի կարծում եմ, որ վերջին 2-3 մրցաշրջաններում են հավաքվել ու պատրաստվել այս առաջնությանը, դա է հիմնական պատճառը, որ այդ քիմիան որոշ չափով բացակայում է։ Սպորտային մեկնաբանի կարծիքով, այս դիվիզիոնում նկատելի էր հավաքականների մակարդակների կտրուկ տարբերությունը։ Որոշ խաղերում գրանցվել են հոկեյին ոչ բնորոշ շատ խոշոր հաշիվներ։ Տպավորող հավաքականներ միանշանակ կան, կառանձնացնեմ Ուզբեկստանի թիմին, պատճառն էլ է պարզ է, մայրցամաքային լիգայից 6-7 հոկեյիստ կա, դե ինձ համար ամենայն դեպս առաջնայինը մեր հավաքականն է, որովհետև ֆանտաստիկ կերպարներ են հավաքված ու շատ լավ կլիներ, եթե կարողանայինք հաջողել 1 օր առաջ, որովհետև նույն Ուզբեկստանի թիմին մենք կարողացանք կամային որակի հաշվին հաղթել։ Իրանի հավաքականին մեր թիմը հաղթեց 8-0 հաշվով, որն ի դեպ կարող էր շատ ավելի խոշոր լինել։ Հելյան հաղթեցինք, ինչ պետք է մեր տրեներ ասես մենք դա արեցինք ու հիմա գրում եմ հանգստանում ենք ու всё, վաղը միշտ հանգստանանք, վաղ միսօր ելենք խաղանք։ Առաջնության ավարտին մնացել է 1 փուլ։ Վերջին խաղում Հայաստանի հավաքականի մրցակիցը Ինդոնեզիայի թիմն է։ Դավիթ Գենջոյան, Արթուր Մաղաքյան, Ստեփան Տիգրանյան, Renews Armenia։